Եթե այս մարդը հաղթի ընտրություններին, դա ողբերգություն կլինի, Հայաստանը շատ շուտ այնպիսի կախվածության մեջ կընկնի Թուրքիայից եւ Ադրբեջանից, որ մենք այլևս որևէ բան չենք կարողանալ անել։ Պետք է ցանկացած ձևով թույլ չտալ, որ անգամ եթե նա կեղծի, անգամ եթե շարունակի տերորը, ռեպրեսիաները Եվրոպայի օգնությամբ բոլորիս բանտարկի նստացնի, պետք է այնպես անել, որ նա չկարողանա հաղթել այս ընտրություններում։ Կամ մինչև ընտրությունները պետք է այնպես անել, որ նա չկարողանա հաղթել։ Եթե նա հաղթի, Հայաստան շատ շուտով չի լինելու։ Ընդդիմությունը պետք է կամ իրար չխանգարի, գոնե իրար չխանգարի։ Եթե մարդիկ կան, ովքեր ուզում են մասնակցել, այսպես ասած, նախքին ուժերից, թող մասնակցեն, նրանք այդ իրավունքը ունեն։ Եթե նոր մարդիկ կան, ովքեր չեն ուզում կապ ունենալ նախքին ուժերի հետ, բայց նաև ընդդիմախոս են եւ չեն ուզում, որ այս կառավարությունը մնա, թող նրանք էլ մասնակցեն, բոլորն էլ թող մասնակցեն։ Ես բոլորի կողմն եմ, բոլորի։ Ցանկացած անգամ եթե ԿՊ-ից վաղը ասենք 3 հատ ազնիվ մարդ ստացվի դուրս գա եւ իրանց սեփական կուսակցությունը կազմեն, ես իրանց էլ կօգնեմ բոլորին, ցանկանում եմ օգնեմ, ինձ ոչ մի բան պետք չի, ես որևէ քաղաքական ամբիցիաներ չունեմ, մանավանդ որ այնտեղ ուրիշ հարցեր կառաջանան եւ ես պետքա գիրքս վերջացնեմ դեռ։ Բոլորին պատրաստ եմ օգնել, միայն այս սատանայական ռեժիմը Հայաստանից գնա, որ մենք կարողանանք սկսել մեր երկիրը վերականգնել եւ դա տևելու է երկար ամիսներ եւ տարիներ։